որ մենք այսօր ունենք տնտեսական աճ, որ մենք այսօր ունենք բարեկեցության նոր աստիճան, եւ մենք այսօր աշխարհում ունենք աննախադեպ միջազգային հեղինակություն, ով չի հավատում, թող նա 2026 թվականին ովքեր են եկել Հայաստան, ինչ միջազգային իրադարձություններ են տեղի ունեցել Հայաստանում, եւ առաջիկայում մեզ սպասում են նոր պատմական իրադարձություններ, մեր անկախությունից ի վեր առաջին անգամ, եւ նաեւ այդ խաղաղության շնորհիվ մենք երկաթուղային կապ ունենք արտաքին աշխարհի, այդ թվում մեր բարեկամ Ռուսաստանի հետ։ Այսօր ժողովուրդ, երբ որ մենք սկսեցինք Ադրբեջանի միջոցով, գիտեք որ երկաթուղը, երբ որ մենք սկսեցինք Ադրբեջանից նավթամթերք ներմուծել, այդ նույն օլիգարխաներ, որ բոյկոտի կոչեր էր անում, որովհետև իրանք մոնոպոլիայից զրկվում են, դուք կարաք հարց տաք, ասեք բա լսեք, 8 տարի է իշխանություն եք, ինչի՞ չեք դրանց կարեցել մոնոպոլիայից զրկել։ Իրականում դե յուրե զրկել ենք, բայց դե ֆակտո այդքան էլ չենք զրկել, որովհետև իրանք այնուամենայնիվ մեծ դրա պատճառը գիտեք որն է, որովհետև այդ մոնոպոլիան շոշափուկներ եւ մետաստազներ ունի ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս։ Այդ էր դրա հիմնական պատճառը։ Երբ որ Ադրբեջանից սկսեց բենզիններ կրվել, դա այդ որոշման արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գրպանում տասնյակ միլիարդների դրամ է մնացել Հայաստանի քաղաքացիների գրպանում, որովհետև ինչ անում դրա արդյունքում բենզինի գինը իջավ, դիզվառելիքի գինը իջավ եւ այլն եւ այդպես շարունակ, բայց ես ուրիշ բան ասեմ, Հորմուզի ճգնաժամի ժամանակ, եթե մենք այդ ներմուծման լրացուցիչ կապողին չունենայինք, պատկերացրեք բենզինի եւ դիզելային վառելիքի գները Հայաստանում անգամներով ավելի շատ էին աճելու, ինչի փորձը մենք նախկինում մի քանի անգամ ունեցել ենք։ Առաջիկայում մեծ իրադարձություններ են սպասվում, թրիփ նախագիծնագործելու եւ Հայաստանի Հանրապետության համար բացվելու են ճանապարհները դեպի արևելք, դեպի արևմուտք, դեպի հյուսիս եւ դեպի հարավ։ Եվ ես ձեզ մի բան եմ ուզում ասել, Հայաստանում ասում են ինչ է փոխվել, կպատկերացնեք, որ Հայաստանի աշխարհագրական դիրքն է փոխվել, ժողովուրդ ջան, որովհետև նախկինում մեզ անդադ մենք ելնում էինք այն կանխավարկածից, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը վատն է, ահավոր վատ աշխարհագրական դիրք կա։ Այսօր մենք նույն տեղում ենք, բայց Եվրամիության հանձնաժողովի նախագահը գալիս է եւ Հայաստանում, Երևանում ասում է Հայաստանի Հանրապետությունը նստած է արևելքի եւ արևմուտքի միջև ամենակարճ ճանապարհի վրա։ Այս նախադասությունը տնտեսական շրջադարձային նշանակություն ունի Հայաստանի համար եւ ես ուզում եմ ձեզ շնորհավորել այդ թվում Հայաստանի աշխարհագրական դիրքի փոփոխության առումով, որովհետև մեր աշխարհագրական դիրքը այլևս ոչ թե հուսահատ է, մեր աշխարհագրական դիրքը այլևս ամենալավ աշխարհագրական դիրքն է։ Մենք վերջին տարիներին աշխարհի ծայրամասից տեղափոխվել եւ դարձել ենք աշխարհի կենտրոն եւ հիմա դուք ապրում եք աշխարհի կենտրոնում, ինչի առիթով ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ։ Ժողովուրդ ջան, բայց այնուամենայնիվ Ժողովուրդ, ճիշտ եմ հասկանում, որ հետևը չի լսվում։ Որտեղ է լսվում։ Հետևում ով լսում է ձեռը, վերևն էլ է լսվում։ Վերևը կլսվի, բայց շատ լավ, բայց ժողովուրդ իրականում գիտեք, այն ինչ որ միջև էս պահածի ամենակարևորը չէր։ Այն որ միջև էս պահածի ամենակարևորը չէր։ Հա, մի հատ էլ ոչ այդքան կարևոր բան եմ ուզում ասեմ։ Ես ուզում եմ ուշադրություն հրավիրեմ մի հետևյալ հանգամանքի վրա, որ այսօր ընտրություններում իշխանություն փոխելու խնդիր դրած ուժերից մեկի տղան է պատանդ ուրիշ երկրում, որովհետև Հայաստանում հետախուզման մեջ է։ Եվ չի կարող այդ երկրից դուրս գալ, որովհետև հետախուզման մեջ է։
միակ տեղը, որ ինքը կարա մնա, ես խոսում եմ Ծառուկյանի որդու մասին, ով որ կրակոցներ էր արել, մի հատ էլ ասում են, մտածել են, թե կենդանիներ են մոտենում, դրա համար են կրակել, այսինքն ինչ կազինոյից ռնգեղջուր էր դուրս գալու, ես չեմ հասկանում, էդ իշ տրամաբանությունը, ասма կազինոյի վրա կրակել է, ասма գիրեք, երեխեքը մտածել են, ասма բան են, կազինոյից փղեր ու ռնգեղջուրներ են դուրս գալիս, դրա համար են կրակել։ Մի հատ էլ ասма, մի հատ էլ դուրս են գալիս, ասում են մեզ ձայն տվեք, մենք հաղթենք իրանք, ու ասма այդ տղես ասма ամսի 7-ից հետո կվերադառնա։ Նկատի ունի իրանք ընտրությունները հաղթեն, վերադառնա, որ շարունակի կրակել Աբովյանում, Բալահովիտում, Երևանում եւ մնացած բոլոր տեղերը։ Ոչ, ինքը չի վերադառնալու, իրան վերադարձնելու են եւ ուղարկելու են համապատասխան տեղը կրելու իր պատիժը։ Իսկ մյուս կալուկացի օլիգարխի ունեցվածքն է պատանդ ուրիշ երկրներում։ Եվ հետևաբար, հատ չգիտեք, կարծում եմ գաղտնիք չեք ասում։ Եվ հետևաբար, դուք պետքա որոշում կայացնեք, քվեարկում եք պատանդների օգտին թե չէ։ Նրանք Ես կոնկրետ ասում եմ, չնայած դա միջպետական տրամաբանությամբ բան չի, այդքան էլ տեն չի, բայց ով որ քվեարկում է Գագիկ Ծառուկյանի օգտին, ուղիղ ձայն է տալիս Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոին։ Ես դեմ չեմ, մի անգամից ասեմ, բայց ով որ Գագիկ Ծառուկյանին ձայն է տալիս, ուղիղ քվեարկում է Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոյի օգտին, իմ կողմից շատ հարգված Եվ ես էլ եմ ասում, ես դեմ չեմ, ժողովուրդ դուք որոշեք, որոշողը դուք եք, այն Լուկաշենկոյի օգտին, ով Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում խոստովանեց, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը Ադրբեջանի կողմից։ Մի հատ է Ծառուկյանը կանգնում է Լուկաշենկոյին պաշտպանում է, ժողովուրդ ջան։ Լուկաշենկոյին պաշտպանում է, գիտեք ինչի, որովհետև տղեն պատանդ է Բելառուսում։ Եվ հետևաբար այս շատ կարևոր հարց է։ Մյուսի ունեցվածքն է պատանդ այլ երկրում։ Եվ հետևաբար դուք շատ պարզ ընտրության առաջ եք կանգնած 2026 թվականի հունիսի 7-ին քվեարկել սեփական երկրի օգտին, թե քվեարկել օտար երկրի կողմ։ Ես էլի ասում եմ, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հա, մի հատ էլ կանգնում են, ասում են, բանա։ Ասում են, մեկ այդ կալուտգացի օլիգարխը, ասում է, դե ես եմ ելնելու վարչապետ, ասում է, այդ հարցազրույց բան, թարգ, այդ մարդը ոչ վարչապետի տեխնացու կարա լինի Հայաստանի օրենսդրությամբ։ Չի կարա, այդ մարդը ընդհանրապես տեխնացու չի, ոչ վարչապետի, ոչ պատգամավորի, ասպա ես եմ ելնելու, ժողովուրդ, դուք, հա? Բայ, իմ հարցն էլ այդ, ինչի ման վրա է ասում, ինչի, էլ լավ հիշեցրիք, 44-օրյա պատերազմի ժամանակ է հայտարարությունը անում, ասում է, կոչ եմ անում Ադրբեջանին ու Հայաստանին, չգինեմ ինչ, այսինքն ինքը բանից է, էլի, ինքը Բուրկինա Ֆասոից է, կողքից իրան դնում է դուրս Հայաստանին եւ մի հատ էլ ասում է Փաշինյանին ասեք, ինչ էր ասել, ինքը գիտի, թե ինչ եմ նկատի ունեցել, չգիտեմ, կանգնի մարդկանց առաջ բացատրի, Այդ ոնց էր դու տեն չեզոք դիրքում քեզ դրել եւ կոչեր էին անում։ Դա գիտեք ինչ է նշանակում։ Դա նշանակում է մարդ, որ կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ։ Կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ։